Ողջույն լուր պլյուսի սիրելի հետևորդներ, այս շաբաթվա ամենաաղմկահարույց թեմաները Գյումրիից ստացանք, հայրաքաղաքից։ Այնպիսի տեղեկատվական հեղեղ էր, որ անգամ դժվար էր կողմնորոշվել, որն է ավելի կարևոր եւ որ կադրերն են ավելի էպիկական։ Շատերդ կհամաձայնեք, որ ամենահիշվողը համայնքի ղեկավարի ձերբակալության կադրերն էին։ Վարդան Ղուկասյանը ժպիտը դեմքին ու վազքով բարձրաստիճան ուժայինների հետ հետնամուտքից դուրս եկավ, նստեց մեքենան ու մինչ շենքի դիմաց ցույց անողները գլխի կընկնեին ինչն ինչոց է, սլացավ Երևան։ Արդեն չգիտես էլ որ դրվագը ավելի հիշվող համարես՝ Ղուկասյանի ուրախ զվարթ վազքը եւ ձերբակալությունը, թե նրան պաշտպանող Զարուհի Փոստանջյանի բոցաշունչ ելույթը։ Ուզում եմ ասել, դրվագներն այնքան շատ են, որ անգամ ամենաանտաղանդ լրագրողը որպես վերնագիր մի բան կգտներ, բայց չէ, դուք մերոնց երևակայությունը թերագնահատում եք, հատկապես երբ խոսքը վերնագրերին է վերաբերում։ Գյումրիի այդ օրվա իրադարձություններին մեր լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր իսկապես սենսացիոն վերնագրով։ Վարդանիկ օպերացիային նաև արցախցիներն են մասնակցել։ Հենց այդպես, շնորհակալ ենք, որ չեք գրել միայն արցախցիներն են մասնակցել։ Հիշենք այդ օրվա դրվագները։ Կարծում եմ այս կադրերում պաշտպանության բանակի տանկերը չեն երևում, ոստիկաններ են ու Արցախի դրոշով չեն, ոչ էլ Արցախի հիմնը երգելով են պաշարում Գյումրիի համայնքապետարանը։ Այդ դեպքում որտեղից է ծնվել այս վերնագիրը։ Կարդում ենք տեքստը։ Պարզվում է լրատվամիջոցի չճշտված տվյալներով Գյումրի հասած պայմանական 200 ոստիկանների թվում նաև արցախցի ոստիկան է եղել, որը տեղահանվելուց հետո Արցախից Հայաստան է եկել, ծառայության անցել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում եւ ծառայության բերումով էլ եկել Գյումրի։ Մի կողմ եմ թողնում փաստը, որ այդ հրապարակման մեջ առկա ակնհայտ սուտ տեղեկությունները եւ այդ անձին վերագրվող Արցախում զբաղեցրած պաշտոնները կարող են պարզապես լրատվամիջոցին դատի տալու հիմք դառնալ, բայց դա այդ անձի ու այդ լրատվամիջոցի գործն է։ Ինձ հետաքրքրողն այն է, թե ում էր պետք արցախցիների հանդեպ թշնամանքի ալիք հրահրելը։ Միայն չասեք, թե այս վերնագիրը կարդացող գյումրեցին արցախցիներին ավելի է սիրելու։ Ընդ որում այդ հակակրանքի թիրախը դառնալու է ոչ թե անծանոթ ու կասկածելի ու նաև անհասանելի ոստիկանության ոմն արցախցի ծառայող, որը Գյումրի էր եկել մի քանի ժամով կամ չի էլ եկել, այլ Գյումրիում ապրող արցախցին է դառնալու հակակրանքի թիրախը։ Ու սա ասում է մի լրատվամիջոց, որը գրեթե ամեն օր Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներին է մեղադրում հակաարցախյան պահվածքի ու խոսույթի մեջ ու պարբերաբար փրկչի դեր է ստանձնում։ Ինչպես ասում են, կարող եք իրար հետ մրցել ու մի բան էլ, ինչքան փրկել եք հերիք է, էլ մի փրկեք, էլ չենք դիմանում։ Ցավոք միտումը, որ նման դրսևորումներ առաջիկայում էլ կտեսնենք, ակնհայտ է։ Այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։